Ռուսաստանի օրը պաշտպանության նախարարությունը կադրեր է տարածել, թե ինչպես են զինվորները ռուսական եռագույնը բարձրացնում բանակի վերահսկողության տակ անցած Դոնեցկի Կոստանտինովկա, Ռասկոշնոյե և Պրյուտ բնակավայրերում։ Գերատեսչության հրապարակած կադրերում անօդաչու թռչող սարքերի կիրառման հարվածներ են, ավերված շենքեր ու մարտական գործողությունների հետևանքներ։ Երբ հրամանատարությունը որոշում է, որ հարձակողական գործողությունն ավարտվել է, մենք ամբողջությամբ մաքրում ենք գյուղը։ Դրոշը բարձրացնում ենք, երբ հասկանում ենք, որ գյուղն իսկապես մեր վերահսկողության տակ է։ Ռազմաճակատից հեռու Կիևը դրոնային լայնածավալ հարվածներ է հասցրել Ռուսաստանի մի շարք շրջանների, այդ թվում Մոսկվայի, Ռոստովի, Կալուգայի մարզերին, Թաթարստանին ու Ղրիմին։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով ՀՕՊ Մոսկվայի ուղղությամբ առնվազն 13 անօդաչու թռչող սարք է խոցել։ Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության, դաշնության տարածքում գիշերը 231 ուկրաինական անօդաչու է խոցվել։ Ամենաշատը Թաթարստանն է տուժել։ Հանրապետության ղեկավար Ռուստամ Մինիխանովը հայտարարել է, որ անօդաչուներից մեկը հարվածել է բնակելի շենքի, ինչի հետևանքով 3 մարդ վիրավորվել է։ Նրա խոսքով հարձակման են ենթարկվել նաև արդյունաբերական օբյեկտներ։ Ռուսական և ուկրաինական մոնիթորինգային աղբյուրների համաձայն հարվածների թիրախում են եղել Նիժնեկամսկ, Նեֆտեխիմ նավթաքիմիական համալիրը և Տանեկո նավթավերամշակման գործարանը։ Հարվածների պատճառով Նիժնեկամսկում չեղարկվել են Ռուսաստանի օրվա առթիվ նախատեսված բոլոր զանգվածային միջոցառումները։ Սամարայի մարզի Տոլյատի քաղաքում վնասվել է Տոլյատի կաուչուկ քիմիական գործարանը, որն արտադրում է սինթետիկ կաուչուկ և ապահովում է ռուսական շուկայի մոտ 1/4-ը։ Այս ֆոնին Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարության հետ հանդիպել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանները։ Հանդիպումը եվրոպացի դիվանագետներն էին խնդրել։ Մենք լավ երկխոսություն ենք ունեցել և ավելի ուշ հայտարարություն կհրապարակենք։ Դիվանագիտական այս շփումները հաջորդել են Լոնդոնի գագաթնաժողովին, որտեղ քննարկվել է նաև Եվրամիության մասնակցությունը ռուս-ուկրաինական հնարավոր բանակցություններին։ Կրեմլը շարունակում է պնդել, որ Եվրամիությունը պատրաստ չէ միջնորդի դերին, քանի որ Զելենսկիի փակուղային բանաձևն է առաջ մղում, որպես բանակցությունների հնարավոր ելակետ, առաջարկելով ներկայիս ճակատային գիծը։ Իդեպ, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան և Գերմանիան Ուկրաինայի ամենահետևողական աջակիցներն են շարունակում մնալ ռուս-ուկրաինական պատերազմի ամբողջ ընթացքում։ Մարիամ Ամիրջանյան, Ծովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։